Դա չի նշանակում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը կցանկանային ռազմական մարտահրավեր նետեին Միացյալ Նահանգներին։ Դա բացառվում է։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ակտիվ աջակցություն է ցուցաբերում Իրանին, մատակարարելով տարբեր զինամթերք, համ ներքին նպատակներ հասնելու համար, համ արտաքին։ Բայց եթե էսկալացիան տեղ ունենա, ակնհայտորեն ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը ուղղակի ներգրաված չեն լինի։ Ինչ է վերաբերում Հորմուզի նեղուցին, այստեղ ոչ միայն արևմուտքի կամ Միացյալ Նահանգների շահերն են, Իրան նաև հաշվի առնելով Չինաստանի շահերը։ Պատկերացնում եք, եթե փակվի, նշանակում է նավթի գինը աճելու է, չգիտենք թե որ ինչքան դոլար կլինի։ Դա իհարկե Չինաստանի փաստացի շատ մեծ հարված կլինի իրենց տնտեսության համար։ Ինչպես մենք հասկանում ենք, դա նաև իրանք հաշվի են առել հունիս 25 թիվ, երբ որ այդ վաղ նաև չդիմեցին այդ քայլին, բայց հաշվի առնելով, որ Իրանում դա այս պատերազմը, որը կարող տեղ ունենա, նկարում են որպես էկզիստենցիալ, որ իրանց գոյության մասին է, ապա չի բացառում, որ իրանք բոլոր միջոցները կկիրառեն։ Մենք տեսնում ենք, որ ակտիվացում է տեղ ունենում Լիբանանի հարավում Հեզբոլայի կողմից, Իրաքում Հաշտաշաաբի կողմից, այո կարող են փակել Հորմուզի նեղուցը, յուրաքանչյուր միջոցներ իրանք կարող են օգտագործել։